Բան Աբրամյան կուզեի անդրադառնալ նաև մեր 5 տարի ժամկետի կրճատմանը, հա, դուք վտանգներ տեսնում եք, չնայած պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ դա լրացվելու է, որ պայմանագրայիններով հա լրացվել է, բայց այդուհանդերձ ինդիվիդուալությունը շարունակում է խնդիրների մասին բարձրացնել։ Տեսեք, 2 տարվա ցիկլում տեղի ունենում 4 զորակոչ։ Եթե դու այդ 4 զորակոչից մեկը կրճատում ես, նշանակում է պարտադիր ժամկետային ծառայությունը 1/4-ով կրճատվում է, այսինքն շուրջ 25%-ով։ Հիմա նույն իշխանությունը ասում է, որ ինքը 3 տարվա ընթացքում կարողացել է պաշտպան հայրենիք ծրագրով 4225 մարդ ներկայացնել։ Բայց իշխանությունը չի ասում այդ 1 զորակոչի կրճատումը ինչ թիվ է, իսկ դա կոնկրետ թիվ է կազմում, որին ես տիրապետում եմ, բայց քանի որ դա ռազմական բնույթի տեղեկատվություն է համարում, ես չեմ կարող դա հրապարակել, բայց ասեմ, որ դա էականորեն տարբերվում է նույնիսկ 3 տարվա ցիկլով իշխանության կողմից ներգրաված պաշտպան հայրենիք ծրագրով այդ զինծառայողների թվից, այսինքն թիվը կրճատումը շատ ավելի մեծ է, քան իշխանությունը հրապարակային մասով ներկայացնում է։ Իսկ երբ հայտարարեց 15%, եթե չեմ սխալվում, աճունենք զորակոչ։ Այո, այո։ Եվ երկրորդը, եթե նույնիսկ վերցնենք իրավիճակը դեկտեմբերի 31-ի դրությամբ, դեկտեմբերի 25-ին, երբ որ դեռևս այդ կրճատման ցիկլը չի սկսել, եղած մեր այսօրվա հնարավորությունները բանակի համալրվածության տեսանկյունից մեզ թույլ չեն տալիս մեր մարտական խնդիրները լուծել, այդ թվում մարտական հերթապահության կրման առումով եւ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։ Հիմա այս իրավիճակում արկա ճեղքվածքի պայմաններում գնալ նոր խնդիրների, սա նշանակում է ճեղքվածքը գնալով ավելի մեծացնել։ Այլ տարբերակ, քան մտածելու, որ իշխանությունը դա անում է նախընտրական դրամաբանությունը հաշվի առնելով, որ իշխանությունը դա անում է նաև Ադրբեջանի հետ կուլիսային պայմանավորվածություններ հաշվի առնելով կամ նվազագույնը Ադրբեջանի ախորժակը բավարարելու համար, այլ բան պարզապես չի լինում, որովհետև պրագմատիկ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը այս պահին պատրաստ չէր գնալու այդ կրճատմանը։ Համազգեստի հետ կապված քննարկումը գնում sense ուժին եւ պատմական տարբերաբար քվեարկություններ ահա դնում հավանում եք, չեք հավանում եւ այլն, դուք էլ գրավում եք կարել կապված խնդիրների հետ, որ նույնը չեն համազգեստները եւ ես ինձ համար Բաբիկյանին էլ հարցրեցի, այդ համազգեստից ամերիկյան ընկերությունից ձեռք բերելու, հա, այդ ինչի հենց ամերիկյան ընկերություն ու այստեղ դուք խնդիր տեսնում եք համազգեստի։ Տեսեք, մենք այստեղ իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի օրակարգում լրիվ այլ ուղղությամբ տանե սրա քննարկումները։ Նախ որակական առումով դեռևս հստակ չէ, թե այդ համազգեստը իրենց ինչ է ներկայացնում, տաք, սառը, սովորական ջերմաշրջանում ինչպիսի հնարավորություն է ստեղծում զինծառայողի համար, բայց այլ հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել։ Համազգեստի խնդիրը, որը ոչ մեծ ինտելեկտուալ ինչ-որ կարողություններ է պահանջում, որը ոչ թե ինչ-որ ծանր կամ բարդ լուծումներ է պահանջում, 5 տարի մեր երկրում քննարկում, այսինքն միայն համազգեստի հարցը 5 տարի խոսք են տալի, 5-րդ տարին որ ասում են տեսեք բերել ենք այս օրինակները, արեք գնահատեք, լավն է, լավը չի, դրական թե բացական։ Դուք պատկերացնում եք, եթե համազգեստի հետ կապված հարցը 5 տարի գնում է։ Մենք կարանք այդ որակի իշխանության հետ քննարկենք մնացած սպառազինության, չգիտեմ, արհեստական բանականության կամ նոր տեխնոլոգիաների ներդրումը զինված ուժերում կամ դրա կարողությունների մեծացումը։ Այս ռազմաքաղաքական ղեկավարության պայմաններում, որոնք փորձում են ողջ իրենց քաղաքականությունը համաձայնեցնել ներքաղաքական իրավիճակին եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական կամահաճույքներին, բնականաբար այս պարագայում չեն կարողանում։ Կրկնում եմ, մենք չգիտենք դեռ որակը ինչ է, չի ցուցադրվել է տեսողական են մարդիկ տեսել, դեռ պրակտիկ իրավիճակում սա որևէ ձևի գնահատում չի անցնում։ Հայտարարել է, որ բազմասեզոնային է։ Հիմա մնացած համազգեստներն են բազմասեզոնային, բայց միջև դա չես հակնում, չես հասկանում, չէ՞, դրա կիրառելությունը ոնց է, լավ է, վատ է, ժամանակի ընթացքում որակը պահում է, չի պահում եւ այլն, այսինքն սա չի հարցը։ Գլխավոր խնդիրը այն է, որ 5 տարում միայն համազգեստի խնդիր են։ Դուք հիշում եք, չէ՞, առաջին հայտարարությունը երբ եղավ, եթե չեմ սխալվում 21 թվականին եղավ։ 5-րդ տարին է արդեն լրանում, 5 տարի է անցել, իրանք դեռ խոսում են համազգեստի մասին։ Այսինքն սա ցուցիչ է, չէ՞, գնահատելու այս իշխանությանը իր ողջ որակների, հնարավորությունների եւ կարողությունների մեջ եւ հասկանալու թե ընդհանրապես ում հետ մենք գործ ունենք։ Իհարկե, այս 8 տարվա ընթացքում իրենք իրենց ողջ էությամբ
ցույց դրել են, թե իրենք իրականում ով են եւ ինչի են ընդունակ եւ ինչ են բերել իրենց քաղաքականության հետևանքով մեր երկրի վրա, բայց այս իրավիճակում, երբ որ դա դառնում է մեծ հանրային քննարկման առարկա, գիտեք, սա ասեմ, որ մեծ առումով շատ ավելի լրջացնում է ողջ process-ը, քան ինչ-որ մանրամասներ ներկայացնում։ Կոնկրետ համազգեստի որակական եւ ֆունկցիոնալ հնարավորությունների մասին մենք կունենանք լավ պատկերացում այն ժամանակ, երբ որ 6 ամիս, 1 տարի կանցնի, կհասկանանք արդեն դա ինչպես է ծառայում։